Ինչ փողերով են կազմակերպվում Աննա Հակոբյանի կրթվելը նորաձև է դասախոսությունները եւ ընդհանրապես ովքեր են այդ հանդիպումներին գալիս կամ Նիկոլ Փաշինյանի իրական Հայաստանը գաղափարախոսության դասընթացներին եւ ինչու գիշերվա կեսին լրագրող Լիլիթ Աղեկյանին գիշերանոցով սկզբում ձերբակալեցին, հետո նվաստացրեցին եւ 1 ամսով կալանավորեցին, ինչ է վտանգավոր հանցագործ էր։ Ողջույն սիրելի բարեկամներ, այսօր այս երկու թեմաները պետք է միասին վերծանենք, ես կբացահայտեմ, թե ովքեր են գալիս, հատկապես Աննա Հակոբյանի այդ կրթվել է նորաձև է դասախոսություններին։ Վերջերս Մոսկվայից վերադառնալով Նիկոլ Փաշինյանը իր կողակից Աննա Հակոբյանի հետ, ինչպես արդեն հայտարարվել էր, փոքր ինքնաթիռով գնում թռնում են Կապանի օդանավակայան, այդ օդանավակայանն էլ հարմարավետ համարելով, հիշեցնեմ ով չգիտի, այդ Կապանի օդանավակայանը ուղիղ կրակի առաջ է թշնամու կողմից, այսինքն մի քանի մետր, 1-2 մետր հեռավորության վրա ադրբեջանական զինյալներն են եկել եւ օկուպացրել։ Այդտեղ իջնելով, հանդիպումներ կատարելով, իբրև թե Կապանում ինչ-որ մարդկանց հետո իմանում ենք իրենց սոցիալական ցանցերից, որ սկզբում Կապանում, հետո Քաջարանում անցկացվում են դասընթացներ, կրթվելը նորաձև է։ Այդ շարժումը հայտարարել էր Աննա Հակոբյանը եւ այդ շարժման մասնակիցներին մենք ի թիվս ուրիշների նկատել էինք Արծրուն Հովհաննիսյանին, հիշում եք, պատերազմի օրերին նա հաղթելու ենք կարգախոսով հայտնի դարձավ։ Պաշտպանության նախարարության կողմից խոսնակ էր հանդես գալիս եւ նրանից բացի ուրիշներին։ Հանրագումարում ես ինքս իմ լրագրողական սեփական աչքով տեսնելով, թե ովքեր են եկել Կապան եւ Քաջարան, արդեն, ինչպես ասում են, հավաքեցի puzzle-ը։ Այդ հանդիպումներին մասնակցում էին ԿՊԱ-կան էկոակտիվիստ, որը Բաքու TV-ին հարցազրույց էր տվել, Բաքու TV-ի իբրև թե ռուս ազգությամբ թղթակցին տարել էր, ցույց էր տվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հանքերի եւ այլ վայրեր։ Դա Աթայան Ալբերտոն է, հայտնի Կապանում մեկը իր որոշակի ակտիվությամբ։ Այսպես ասեմ, որ ես դրա մասին իմ Facebook-յան էջում գրել էի, կապանցիները որոշակի նաև հավելյալ տեղեկություններ էին նրա մասին տվել։ Մյուս մասնակիցների մեջ ես նաև նկատեցի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում կյանքում առաջի անգամ գործադուլ կազմակերպածներից մեկին Շավարժ Մարգարյանին, որը նաև իմ հեռուստաալիքին, YouTube-յան ալիքին հարցազրույց էր տվել, հետո երբ ես նրան նկատել էի Նիկոլ Փաշինյանի իրական Հայաստանը սեմինարներից մեկին մասնակցելուց, բլոկել էր, այսինքն արգելափակել էր իմ Facebook-յան էջը։ Այնուամենայնիվ նա եւս նորից այս հանդիպումներին երևացել է։ Այդ հանդիպումներին ի թիվս պաշտոնյաների առաջին հերթում իհարկե Սյունիքի մարզպետն է, հետո փոխմարզպետ, նախկին Շիկահող գյուղի գյուղապետուհի, որին շատ լավ ճանաչում եմ, Նարե Ղազարյանը, որ հիմա փոխմարզպետ է։ Նա բազմիցս սկզբում 21 թվականին արտահայտվում էր այսպես, եթե արտահերթ ընտրություններին ենք գնում, ուրեմն կպաշտպանի նրան, ում ինքն է ճիշտ գտնում, բայց արդյունքում, երբ քաղաքացիական պայմանագիրը, այսպես ասած, հավաքեց մեծամասնությունը, նա ասաց ինձ միևնույն է, ես հայրենիքիս համար եմ աշխատում, իրականում նյութապաշտության կռիվ էր այստեղ եւ այդ աղջիկը երիտասարդ
կինը կամ ասեմ, չգիտեմ, հայտնվեց փոխմարզպետի շարքերում եւ բոլոր տեղերում եթե պաշտոնյաներ են գալիս, անցած անգամ օրինակ ես գնացել էի ներքին համ հետո ծավ, նա ինձնից հետո ուղիղ եթերից հետո երբ նշվել էր այդ գյուղացիների կողմից, որ 1 տարի է ոչ մի պաշտոնյա չի գալիս, ուղիղ եթերը տեսել էին եւ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ մեկնել էին ծավ եւ հանդես էին եկել ծիծաղելի հայտարարություններով, թե գիտեք ռուսներին էստեղից քշում ենք, սկսում ենք առևտուրը արաբների հետ։ Ես մի քիչ հեգնելով ասացի, որ հա երևի են սիլիտրով կարտոշկեն են ծավի վաճառելու արաբական էմիրություններին։ Մի խոսքով մնացածի մասին չեմ ասում, միայն եւս մեկ կնոջ մասին կնշեմ, որ Սյունիքում անընդհատ հանդես է գալիս տարբեր տեսանյութերով եւ այդ տեսանյութերը հասկանալի է ինձ համար համենայն դեպս փորձառու լրագրողիս համար, թե որ ալիքներն են հերարցակում, այդ կնոջ անունը Մերի է, նա իբրև թե ինչ որ ճիշտ ասած հստակ չի ասվում, թե երկրապահից է, թե ինքը պաշտպանության զորքերում ներգրաված է, թե չէ, ասում է դիրքապահ եմ եւ հանդես է գալիս տարբեր իբրև թե քննադատող տեսանյութերով, բայց ակնհայտ գործողություն է անում, որը սահմանային գոտիներում եւ հատկապես օկուպացված տարածքներում չի կարելի անել։ Կապ չունի ինքը իրականում այնտեղ է, թե այնտեղ չի։ Եվ ակնհայտ է, որ իր խոսքի մեջ օրինակ այս վերջերս իբրև թե երկրապահների ղեկավար Սասուն Միքայելյանին է քննադատում, բա ինչու երկրապահի օրվա հետ կապված փոքր նվերներ չես տվել երկրապահներին եւ երկրապահի ընտանիքներին, իսկ իրականում երբ դուք իր եթերները դիտում եք, ակնհայտ Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի եւ հեղափոխության, հա, իբրև թե ճակերտավոր հեղափոխության պաշտպանն է։ Այդ բոլոր մարդիկ գալիս են Աննա Հակոբյանի, կրթվել է, նորաձև է, ես կասեի աղանդավորական շարժին։ Կուզենայի նշեի, որ նմանատիպ շարժումներ Աննա Հակոբյանը անում է բարեգործական հիմնադրամի իր Իմ քայլը շնորհիվ եւ ճաշկերույթներ է կազմակերպում, որտեղ հրավիրում է գործարարներին եւ ասում է այսքան է մուտքի տոմսը, հիշում եք, դրանց մասին ասվել է, ես էլ եմ նշել եւ մամուլն էլ է գրել 1 միլիոնից սկսած մինչեւ 3 միլիոն ամենակիչը իբրև թե մուտքի տոմսը։ Շատ դեպքերում մարդիկ հրաժարվել են, արդեն սկսում են հրաժարվել այդ հանդիպումներից, բայց հարց է ծագում Այնտեղ մի օլիգարխի գրպանը դատարկում է, օրինակ բերեմ, որ վերջերս համացանցում Սամվել Ալեքսանյանի կնոջ Շողինեի ծնունդներ եւ կադրեր կար, որ համացանցում այդ ուրախությունը լուսաբանվել էր, նշում էին, թե այդ ինչի վրա եք դուք ուրախանում, մի խոսքով տարբեր, գիտեք, մեկնաբանություններ բացասական հիմնականում։ Եվ մեկը գրել էր, բա ինչու եք նրան գրում, չէ որ նա ամեն ինչ արել է, կապ չունի այս իշխանությունից էլ, որ գլխացավանք չունենա, նույն Շողինեն կամ Սամվել Ալեքսանյանը կարող են վճարել Աննա Հակոբյանի հիմնադրամին, որ ազատվեն իրենից։ Բայց այստեղ շատ հետաքրքիր համակարգ է բացահայտվում։ Այսինքն նախկին համարվող օլիգարխները, որոնք ենթադրենք, հա Սամվելի Ալեքսանյան կերպարի նմանը, ուրիշ անուններ չասենք, մեկից վերցնում են մի այլ գրպան, օրինակ անիֆում գրանցված նոր այդպիսի գործարարներ, որոնք զբաղվում էին բանակի համար ելակ կլուբնիկ մատակարարելով կամ նույն Երեմյան պրոդուկտը, որ զբաղվում է ֆերմերությամբ եւ այդ ցանցում նաեւ
հայտնի Պանդոկ Երևանն է ներգրաված կամ տուրիստական այդպիսի ռեստորաններ, լավաշ եւ շերեփ ըստ էության ստացվում է մի գրպանից, ինչպես նշեցի, մյուս գրպանն են տեղափոխվում եւ այդ բոլոր գործարքներում կա Աննա Հակոբյանը։ Այստեղ կրթվել է նորաձև է, ինչպես ասացի, հանդիպումներին մասնակցում են հիմնական նույն մարդիկ եւ ինչը որ նկատելի էր, անընդհատ այդ հանդիպումներին նաեւ Նիկոլ Փաշինյանն է գնում եւ իրական Հայաստանը այդ փոքրիկ մակետով իբր 29 եւ այլն քառակուսի տարածքով Հայաստանն է ներկայացնում, որ այսքանն է մերը, մենք ուրիշ պահանջ չունենք, դե չկրկնվեմ, անընդհատ այդ նույն թեզերն են տանում։ Հետաքրքիր է, որ անցած անգամ հայտնի գրողների շփոթություն էր արել եւ այս անգամ էլ Թումանյանի խոսքերն են մեջ բերել, բայց այսպես որ դիտենք այդ հանդիպումների ժամանակ ինձ էլ է հետաքրքրում այդ ինչ պետք է մենք նրանցից սովորենք։ Ի վերջո, ինչ է կրթությունը։ Կրթությունը չէ, որ մենք ստանում ենք տանը, մանկապարտեզում, դպրոցում, բուհում, ցավոք սրտի հիմա միջին մասնագիտական են առաջվա ՊՏՈ-ները չկա, որը շատ լավ կլիներ, որ վերականգնվեին եւ լինեին հենց մարզերում, դրանց մասին վերջին մարզային այցիցս հետո իդեպ նշել եմ, հատկապես մեխանիկների, այսինքն գյուղատնտեսական տեխնիկայի համար եւ այլ մասնագիտությունների համար։ Իսկ կրթվել է նորաձև է, տեսնում ենք նույն Թումանյանի խոսքերից, մեջ բերում է վերցված հայտնի հոդվածներից, հայտնի է, որ մեծ մեր բանաստեղծ գրողը նաև քննադատական հոդվածներով է հանդես եկել եւ այդ հատվածներից վերցնում է, որտեղ նշվում է իբրև թե հայ ազգը փչացած է, ներսից նեխած է։ Այսպիսի տողեր են հատուկ մեջ բերվում Աննա Հակոբյանի այդ հանդիպումներին, որ նշեն, ինչպես իր ամուսինն է ազգային ժողովում վերջին այդ հիշում եք, որ նոպան բռնել էր, ասում է, հայերդ ասում եք, թե շինարարներ եք, բայց ոչինչ չեք կառուցում, ասֆալտ էլ չեք կարողանում, ու նշում է այն մասին, որը 7 տարի իր կառավարության ժամանակ, այսպես ասեմ, վատ ասֆալտ են հանձնել։ Ասֆալտի բարակություն։ Դե քանի որ լավ են սարքել, սելավատարներն էլ էին լավ սարքել, դրա համար է խնդրեմ արդյունքը տեսանք։ Էս էլ են հայտնի 5-րդ փողոցներ, 5 տարվա մեջ հազիվ սարքեցին, բայց հələ նայեք։ Էլի ջրերը լցվավ տները։ Եվ մենք ցուցադրել ենք անընդհատ, որ իբրև թե ճանապարհներ են սարքվում, վերջերս նաև գնացել էր Լորվա մարզ եւ ցույց էր տալիս մի ժամանակավոր կամուրջ դեպի Ախտալա, իբրև թե տեսեք ինչքան ծախս են կարել, ել չեմ ասում Թուրքի գլխարկը, Թուրքի կեպկով գնաց Մոսկվա, այնտեղ խայտարակվեց, ցավակցում եմ առաջին հերթին Ռուսաստանի հայերին, ես պատկերացնում եմ ինչ վիճակում են ու շատերը հարցնում են, լավ էսքանից հետո մենք ինչ անենք, այստեղի ադրբեջանցիների բերանը ոնց փակենք կամ ընդհանուր ռուսների, չէ որ մայիսի 9-ի պարադին չգնացին հայ զինվորները, բայց կեպկով Նիկոլ Փաշինյանը գնաց, որին նույնիսկ պետական ռուսական ալիքը իբրև թե շփոթվեց եւ ասաց, որ Ադրբեջանի ղեկավարն է, գլուխն է։ Ինչ ասեմ, սիրելի հայրենակիցներ, հատկապես Ռուսաստանի Կրիպիծիս, Բամբերջանը Հայաստանում, քարե, այստեղ անպայման կրկնում եմ եւ շեշտում եմ, որ չի պարզվում, չի ասվում, թե ինչ գումարներով են սկզբում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին պատկանող օթանավով, փոքր օթանավով գնում Կապան, այնտեղից վոյաժներ անում, դահլիճներ,
խմիչքներ այդտեղ նկարներում կաշկանդված չեն եւ տեսանյութերում էլ ցույց են տալիս, որ այդ մարդկանց հետ ուտում, խմում, վայելում են, գնում են թատրոն։ Լավ, եթե ես հարց կտայի օրինակ մեր Ամերիկայի կամ Եվրոպայի հայրենակիցներին, այդքան բաներ մենք տեսնում ենք, լուսաբանում են, ձեր երկրների ղեկավարները, որ նման բան են անում, ասենք գնան Հավայան կղզիներ պետական փողերով, պետական ինքնաթիռով, ուղաթիռով, շքեղություն ցուցաբերեն, դուք ինչ եք մտածում, այդտեղի ԶԼՄ-ները հիմի չէին թնդեցնի այսպես զրնգուն առաջին տողերով չէին գրի, որ ինչ են անում պետական այրերը, բա ինչու մենք այդ ամենը չենք կարող լուսաբանել եւ գիտեք ես այստեղից անցում անեմ, ասեմ որ նույնիսկ ազգային անվտանգության ծառայությանն էլ չեմ ուզում հուշեմ, որովհետեւ այդ ազգային անվտանգության ծառայության համակարգում գուցե նորմալ հայեր կան, չգիտեմ, արդեն իսկապես կասկածում եմ, որ գոնե ինչ որ մեկը կա, եթե լինեին, ապա կստուգեին, ինչու են ներգրավված այդ կրթությունը նորաձև է իրական Հայաստանը դասընթացներին մարդիկ, որոնք Ադրբեջանի TV-ի հետ են աշխատել կամ ներգրաված են եղել տարբեր կասկածելի միջոցառումների, այսինքն առաջին հարկատուին կազմակերպել էին գործադուլ, թե իբրև թե լավ պայմաններ չեն, բնապահպանական խնդիրներ կան, գիտեք, ես բնապահպան լրագրող եմ, Եվ հասկանում եմ այստեղ նաև ինչ էր թաքնված, հիմա արդեն ամբողջ նկարը, ինչպես կարելի է պատկերացնել, ուղղված էր, որ սկզբում չգիտես ինչ ձևով ռուսական բիզնեսին էր անցել ԶՄՊԿ-ն, այսինքն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, իսկ հիմա ամեն ինչ արվեց, այդ թվում շեշտ տվեց իբրև թե բնապահպանական խնդիրներ կան, ինչպես որ արվեց Բերձորի ճանապարհը Լաչինի մարդասիրական միջանցքը կեղծ էկոլոգները ադրբեջանցի փակեցին, Դրամբոնի հանքի հետ կապված նաև ցույցեր էին անում իբրև թե միշտ ադրբեջանական կողմը շեշտում է իբրև թե մենք բնությունը եւ հատկապես ջրերը աղտոտում ենք, իրանց մոտ է գնում արդեն աղտոտված ջրեր։ Այստեղ նույն սխեմաներ, այսինքն յան ազգանունով կամ չգիտեմ, գուցե յան ազգանուն են, բայց հայեր չեն, չէ՞ որ սովետի շրջանում եւ 90-ական թվերին, երբ այստեղից գնացին մահմեդականները կամ գուցե չգնացին, են որ ասում են, բա ուր կորան այստեղի քրդերը, բոշաները, թրքախոսները բոլորը գնացին, թե ի վերջո գրվել են ուղակի իրենց ազգանուններով յան, ինչպես հայերը ուրիշ տեղեր օվա էին գրվում։ Պետք է դրա համար եմ ասում, եթե ինչ որ մի հայերեն ասեր ազգային անվտանգության համակարգում կա, կարող է դա ստուգել, բայց դա էլ որպես ռեպլիկ, որովհետև այս ամենը խոսում եմ եւ հիշում եմ, որ վերջերս հետքը Անիֆի հետ կապված հետաքննություններ տվել, հիշեցնեմ, որ դա մի կազմակերպություն էր, որը ստեղծվել էր իբրև թե Հայաստանի պետական շահերը պաշտպանելու համար եւ ներգրավելու նոր ինչ որ ներդրումներ, բայց դրա փոխարենը որոշակի մարդկանց պետական գումարներից մի քանի միլիարդի հասնող տվել էին նույն իմ նշված Երեմյան պրոդուկտին եւ մի շարք անձանց, այդ թվում այն տնկարանին, որը այսօր Երևանում կազմակերպում է իբրև թե ծառատունք, այսինքն մոտ մեծամասնությամբ իրենցից են առնում այդ սակուռա մակուռաները, որոնց մասին մենք անընդհատ խոսում ենք, այսինքն կոռուպցիոն սխեմաները մենք բացահայտում ենք, այնպես չէ, որ չենք բացահայտում, հենց Նիկոլ Փաշինյանի
եւ Աննա Հակոբյանի, ինչքան էլ որ գիտեք ասեք, կարող է այդպես չէ, կարող է ինչ որ կասկածել է, բայց փաստերով ենք ներկայացնում։ Ցավոք սրտի, նման մի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանը, գյումրեցի, այդ միջև մենք մայիսի 9-ի հետ կապված ինչ էր կատարվում Մոսկվայում, Կրեմլում, այդ կեպկային էինք սևեռված, քննարկում էինք, նրան, որը ապրում է իր ծեր մոր հետ, ձերբակալում են գիշերով ու հողաթափերով, գիշերանոցով կին, հետաքննող լրագրող, որը կոռուպցիոն տարբեր սխեմաներ էր բացահայտել Գյումրիում եւ գործերից մեկի ժամանակ դատախազին թե դատավորին ես խառնում եմ, քանի որ այդ դատախազն ու դատավորը հայր ու որդի են, ասում է, որ դու էլ կարող ես կոռուպցիան սխեմաների մեջ ես, դրա համար այս մարդուն պատժում են, ինչ որ գործ են կարում, իբրև թե խուլիգանություն է արել, Լիլիթ Աղեկյանը շատ գրագետ խոսք ունի եւ լավ ռուսերեն է նաեւ խոսում, այսինքն գրագետ կրթված ընտանիքից մեկն է եւ սկզբունքային, բայց երևի այն որ ասում են համարել են անտեր կին է կամ մենակ կին է, որոշել են այսպես հաշվեհարդար տեսնել, տանում են ոստիկանություն, հողաթափերով, գիշերանոցով, կնոջը եւ հանվել են տալիս, ինքը պնդում է, այսինքն իր փաստաբանը, որին հրաժարվել են ներգրավել գործում, Զարուհի Փոստանջյանը, ճանաչված, նաեւ քաղաքականության մեջ, ասում է, որ Լիլիթը իրեն ներկայացրել է, որ տեսախցիկի առաջ զննել են։ Դրանից հետո իհարկե հանդես է գալիս ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակը, բայց դրա մասին հետո։ Այստեղ մի հետաքրքիր բան է, այս ինչ մի վտանգավոր հանցագործ էր Լիլիթ Աղեկյանը, որ վերցնում եք դուք կալանավորում եք եւ այնտեղից իդեպ նա վատանում է, շտապօգնությունով տանում են, հետո հետ են բերում, կին է, իրեն հիգիենիկ պարագաներ են պետք լինում, դա էլ փաստաբանը պնդում է, որ պետք է իրեն ցուցաբերեն այդ ամեն ինչը օգնությունը, հա, ձեռնաշղթա են դնում, կարծես ինքը չգիտեմ, մանյակ է, ինչա, կարող էր փախնել, ես հիմա պատմում եմ, պատկերացնում եմ յուրաքանչյուր նորմալ էս մեր լրագրողներին ինչ են վերաբերվում ու անդադ ասում են, բայց դուք տվեցիք նախկիններին էլ, բոլորին էլ անցակ, ես չեմ ասում, որ չի եղել են նախկինների ժամանակ էլ լրագրողների հետ եւ ձերբակալություն էլ է եղել եւ կալանավորում էլ է եղել, այստեղ այս կնոջը մեկ ամսով կալանավորում են եւ դա արվում է այն ժամանակ, երբ տոներ են, հետո հանգստյան օրեր։ Ես իդեպ նշել է ինձ մոտ, ինչու մարդու իրավունքների պաշտպանը միջև հիմա չի արձագանքել, նա արձագանքել էր այդ ամեն ինչը, ինչ որ ասվել էր փաստաբանի կողմից, որին չէին ընդգրկել, վերցրել էին հանրային փաստաբան, այդ փաստաբանն էլ ըստ Լիլիթի քրոջ, որ արտասահմանում է ապրում եւ մի անգամից դեպքի մասին իմանալով, իդեպ բժշկուհի է, տոմս է գնել, որ կա Հայաստան։ Բարև ձեզ հարգելի հանրություն, իմ անունը Լիանա Աղեկյան է, ես աշխատում եմ Գերմանիայում որպես բժիշկ, այս պահին վերադառնում եմ Հայաստան, գտնվում եմ аэропортում, որովհետև իմ քրոջ կյանքին սպառնում եմ։ Լիլիթ Աղեկյանը իմ քույրն է, նա հետաքննող լրագրող է, նա հայտնաբերել է շատ ու շատ կոռուպցիոն խուլիգանություններ, այդ թվում եւ Գյումրիում, որի պատճառով հիմա իրան ձերբակալել են եւ մի ամիս նա պետքա քրեակատարողական հիմնարկում անցկացնի եւ ուզում եմ ասեմ, որ մենք զանգել ենք մարդու իրավունքների պաշտպանին, նա չի եկել, չի ներկայացել, իրան նշանակել են
փաստաբանների գրասենյակից Լիլիթը չի համաձայնվել ունենալ այդ փաստաբանը, այնուամենայնիվ նա եկել է եւ իբր թե Լիլիթի շահերն է պաշտպանել, որի հետևանքով մի ամիս կալանք են հայտարարել։ Ես գտնում եմ, որ սա մեծ դիտավորություն է եւ Լիլիթի կյանքին սպառնում են։ Նա պնդում է, որ կյանքին վտանգ է սպառնում։ Այո, մենք բոլորս տեսանք, ականատես եղանք, թե դատարանի դահլիճում ինչպես է Արմենը Գրիգորյան մահանում։ Եվ շատ դեպքեր են եղել 2018 թվականից, որ լրագրողներ են մահացել։ Ինչ ասեմ, ներվերից, այս ստրեսային իրավիճակներից, այս վերաբերմունքից։ Ամեն դեպքում լրագրողների մասնագիտությունը աշխարհի ամենավտանգավոր աշխատանքն է, նաև հենց այն պատճառով, որ դու ստրեսային իրավիճակում ես, բայց քանի որ մեր երկիրը, մեր հայերի մեծ մասը ստրեսային վիճակում ենք ընկել եւ հեղափոխությունի էյֆորիայից, որ շատերը հրաժարվում են հիշել, մոռացել են, որ իրենք են մասնակցել այդ ամեն ինչին, կամ զղջում են, որ մասնակցել են, ել չեմ ասում պատերազմից եւ մարդկային եւ հողի կորստից հետո ինչ վիճակում են մարդիկ, դա չի կարող առողջության վրա չազդել։ Այս դեպքում Լիլիթի բժիշկ քույրիկը պնդում է, որ եւ նկարագրում է, ասում է, այսինչ բանն է, իր մոտ ճնշում չի գրանցվել, բայց էս կա, իրան զննում է պետք։ Ամեն դեպքում մի բան իր հայտարարությունը տալիս է, ես գամ հասնեմ ներքին գործերի նախարարության երիտասարդ մամուլի խոսնակին, Նարեկ Սարգսյանին։ Նա փաստացի ասում է, որ Փոստանջյանը սուտ է ասում, թե իրեն Լիլիթ Հաղեկյանին, լրագրողին նվաստացրել են, վատ են վերաբերվել, եւ դա այնպես է պնդում, կարծես հələ մի ամեն ինչը մի կողմ դնենք։ Կարծես մենք բոլորս չենք տեսել, թե կնոջը գիշերանոցով ոնց են գիշերով տարել ձերբակալել եւ ելի եմ կրկնում, եթե Նարեկ Սարգսյանը հմուտ աշխատակից լիներ պրոպագանդայի գծով կամ լրագրության, ես կարող եմ հուշել իրեն ի թիվս ամեն ինչի, որ Նարեկ կամ չգիտեմ պարոն Սարգսյան երիտասարդ եք դուք, բայց իմացեք կոնկրետ ոստիկանության ոլորտում համակարգում որևիցե բան պնդելուց ներքին հետաքննություն կազմակերպեք։ Դուք առնվազն երբ որ հայտարարությամբ եք գալիս եւ ասում եք, որ լրագրողը ստել է, որ իրեն ոչ մեկ վատ չի վերաբերվել եւ իրան չեն տկլորացրել, չեն զննել, չգիտեմ, էլ ինչ եք ասում, նախ մի հատ դուք տեսեք, թե ինչ վիճակում են իրեն ուղիղ եթերում նկարել, դա պնդեք, երկրորդը մի հատ հետաքննություն արեք, չէ որ ինչպես ասում են, դուք չէ որ այնտեղ մոմով կանգնած եք եղել այդ չգիտեմ ոստիկանության բաժանմունքում եւ դուք այնտեղ վկա չեք, ապա ինչու եք դուք պնդում, որ փաստաբանը փաստացի ստում է, կամ ինչ իրավունքով են ներգրավում հանրային փաստաբանի եւ մի անգամից այն որ ասում է ծածկա դմփոց են անում։ Եվ ի վերջո կոնկրետ այս դեպքը չի կարելի հենց այնպես թողնել։ Կապ չունի, քննադատում են, չեն ճանաչում, թե ով է Լիլիթ Հաղեկյանը, ինչ լրագրող է։ Կներեք, նախ դուք պարտավոր չեք բոլոր լրագրողներին ճանաչել։ Երկրորդը լրագրողը կարող է գրող լրագրող լինի, դուք իրեն չտեսնեք, կամ ձայնը միայն լսեք, ռադիո հաղորդավար լինի։ Այս դեպքում ինչ իրավունքով է համացանցում անընդհատ հարցակումներ կատարվում, թե լավ են արել Լիլիթ Հաղեկյանը, դա գիտեք ինչ, այսպիսի բռնություն է ծնում, ինչպես որ ցեղասպանությունն է այս իշխանությունը կասկածի տակ դնում, հերքում, այն աստիճանի է ամեն ինչը հասցված, որ եթե գիտեք համեստություն, բայց հավատացնում եմ, եթե երևի ես իմ սոցիալական ցանցում խիստ չգրեի, որ Լիլիթ Հաղեկյանի հետ այսպիսի բան է եղել, ուր եք, ինչի չեք արձագանքում, ժուրնալիստների միությունը հետո
արձագանքեց, նրանք այնպեսի իրավիճակում էր, ասում եմ, հատուկ օրը ընտրել էին, որ տոն լիներ, հետո հանգստյան օրեր, որ մարդիկ այդ ամեն ինչին չտեղեկանային, բայց չստացվեց, հիմա տեղեկացան, եւ ցավում եմ, բայց անպայման տարբեր լեզուներով հորդորում եմ, եթե հանդիպում եք Լիլիթ Աղիկյանի հետ դեպքը, պետք է միջազգային իրավապաշտպան հատկապես ատյաններին ասել եւ նաեւ լրագրողներ առանց սահմանի կազմակերպությանը, որովհետեւ մեր երկրի ղեկավար վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամենուրեք իրեն որ գժականը տանում է, հայտարարում է, թե մենք գիտեք ժողովրդավարության տեղով 34-ն ենք խոսքի ազատություն, չկա խոսքի ազատություն։ Լրագրող կոչեցյալը ճակերտավոր, որը դիպլոմ չի ստացել, առաջին հերթին եկել է եւ քանդել է այդ համակարգը Հայաստանում։ Հայաստանում կան անհատներ, լրագրողներ, որոնք պայքարող տեսակով մնացել են, հանրության հարցերն են վերհանում, խնդիրները։ Այսքանը, սիրելի բարեկամներ, կհանդիպենք։